Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան հրապարակելով Քննչական կոմիտեի հաղորդակցությունը նշած է, որ Սրբազան պայքար անվանումով շարժման մասնակիցները եւ ղեկավարները ծրագրած էին Հայաստանի մեջ իրականացնել ահաբեկչական եւ իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ, ինչպես հայտնած էինք ընտիմության հեղաշրջման ծրագիրին վերաբերող հրապարակումը ուղարկված է Քննչական կոմիտե վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար, այս մասին լուրերուն տեղեկացուցած էին Թադախազութենեն։ Ստրասբուրգի մեջ ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառնային նստաշրջանին Հայաստանի ազգային ժողովի պատվիրակության անդամ Արմեն Քևորքյանը հայտարարած է, որ մոտ 40 թար Եվրոպայի խորհրդին անդամակցութենեն հետո Վրաստանը գոշտ քննադատության եւ բաժամիջոցներու դակ է։ Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտված է, Լեռնային Ղարաբաղի հայերը ենթարկված են էթնիկ զտման, Ադրբեջանն ալ վերածված է երկրի, որը կմերժե մարդկային իրավունքները։ Պատգամավորը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին հարցուցած է, ինչ ձեռքբերումներ կարելի է ակնկալել տարածաշրջանի մեջ առաջիկա տարիներուն։ Ալեն Բերսեն պատասխանած է. «Մեջբերեմ, խիստ մտահոգված եմ տարածաշրջանի իրավիճակով եւ ապակայով, ահա թե ինչու ես այցելեցի ձեր նշած 3 երկիրները։ Ես սերտ կապի մեջ եմ նաեւ իշխանություններու քաղաքացիական հասարակության անդամներուն հետ, ընտիմադիր կուսակցություններուն հետ, որպեսզի հասկանամ, թե ինչ թեր կարող են խաղալ այս բարդ իրավիճակի մեջ։ Տարածաշրջանի մեջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ կփափակիմ նշել, որ այժմ պետք է քայլ կատարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրի հետ կապված։ Կփորձեմ աջակցել խաղաղության համաձայնագրին վերաբերող բոլոր ջանքերուն։ Մենք տարածաշրջանային երկիրներու կողքին ենք, մենք չենք կարող անոնց փոխարեն ստորագրել համաձայնագիրը, բայց կարող ենք աջակցել եւ օգտագործել մեր աստեցությունը ապահովելու համար թրագան քայլեր, ըսած է Ալեն Բերսեն։ Ատոմային ուժանույթի միջազգային գործակալությունը Իրանին սահմանագից երկիրներու մեջ ճարակայթման աստեցություն չէ հայտնաբերած հունիս 22-ին իրանական հյուրիական կառույցներում վրա Ամերիկայի հարվածներեն հետո հայտարարությունը տարածեց Ատոմային միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, միևնույն ժամանակ անհայտնած է Նաթանզի եւ Ֆորդոյի կառույցներու մեջ հարվածի լրացուցիչ կետեր հայտնաբերելու մասին։ Մերձավոր արևելքի մեջ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի բանակնած Սթիվ Ուիթկոֆ հայտարարեց, որ Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև ընթացող բանակցությունները խոստումնալից են, գահիտնի Reuters։ Ուիթկոֆ ընդգծած է, որ Ամերիկան հույս ունի հասնելու երկարաժամկետ խաղաղության համաձայնագիրի, որը պիտի վերագենտանացնի Իրանը։ Հիմա մեզի կմնա նստել իրանցիներուն հետ եւ հասնել համապարփակ խաղաղության համաձայնագիրի, եւ ես շատ վստահ եմ, որ մենք ադոր կհասնենք, ըսած է Ուիթկոֆ։ Իրանի թեմ պատերազմի մեջ Իսրայել կարողացավ հասնել պատմական հաղթանակի, ժողովրդին ուղղված տեսաուղերձին մեջ հայտարարեց Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Մենք երկու անմիջական քոյապանական սպառնալիք չեզոքացուցինք, գորիզային ռումբերով ոչնչացման սպառնալիքն ու 20,000 բալիստիկ հրթիռի վտանգը, ըսած է Նեթանյահուն։ Ան նշած է, որ Իսրայել կարողացավ սարեցնել Իրանի հյուրիական ծրագիրը, ու եթե ինչ-որ մեկը փորձե վերագենտանացնել այդ ծրագիրը, իրենք պիտի գործեն նույն վճռականությամբ նման որևէ փորձ կասեցնելու համար։ Իրան ատոմային զենք պիտի չունենա, ըսած է Նեթանյահուն։ Իրանի օդային տարածքը բաց է Թեհրանեն եւ դեպի Թեհրան միջազգային թռիչքներու համար, այս մասին կվկայե նաեւ թռիչքներու հետևող Flight Radar 24 գայքի տվյալները։ Ավելի գանուխ իրանական իշխանությունները հայտարարած էին իրենց օդային տարածքի փակման մասին Իսրայելի հարվածներուն պատճառով եւ այնքանի անգամ երկարացկած էին։ Իսլամական Հանրապետության նախագահը հանդես եկած է ուղերձով մեջբերեմ, Իսրայել չկարողացավ հասնել իր նպատակներուն եւ սարսափելիքին վճարեց Իրանի դեմ իր հարձակման համար։ Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշկյանը հայտարարած է, որ Իսրայելի մեջ Իրանի զինված ուժերը կողմեն պատասխան հարվածներու հետևանքով փլուզումներու մասշտաբները աշխարհին ցույց տվին, որ այս արգածախնդրության քինը Իրանի նման մեծ երկրի դեմ սարսափելի էր։ Համարոտ ամփոփենք 12 օրվան հագամարտություն Իսրայել հունիս 13-ի գիշերը ռազմական գործողություն սկսած էր Իրանի դեմ։ Իրան պատասխան հարձակում իրականացուց Ամերիկայի զինված ուժերը հագամարտության մեջ մտան սրացում են 9 օր անց հունիս 22-ին ամերիկյան ռազմաօդային ուժերը հարվածացուցին Իրանի հյուրիական կառույցներուն։ Հունիս 23-ի երեկոյան Թեհրան հրթիռային հարվածացուց Կատարի մեջ ամերիկյան ռազմակայանին։ Ամերիկայի նախագահ Թրամփ հայտարարություն տարածեց, ըստ որուն Իսրայելն ու Իրանը համաձայնած են ամբողջությամբ դադրեցնել գրակը։ Իսրայելի իշխանությունները հաստատեցին, որ ընդունած են Ամերիկայի առաջարկը։ Իրանի մեջ հայտարարեցին, որ հաղթանակ տարածեն Իսրայելի դեմ, ըստիպելով միակողմանիորեն դադրեցնել հարձակումը։
Թուրքիո նախագահ Ռեջեփ Տայիպ Էրդողան Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի հետ ՆԱՏՕ-ի կակատնաժողովի շրջանակներում մեջ հանդիպման ժամանակ ասաց է, որ պաշտպանության արդյունաբերության ոլորտեն ներս համագործակցության խորացումը պիտի օգնի հասնել թուրք-ամերիկյան $100 միլիարդ փոխադարձ արևդուրի նպատակի իրագործման։ Այս մասին հաղորդեց Թուրքիո նախագահական գրասենյակը չորեքշաբթի առավոտյան գանուխ։ Ըստ հաղորդակցության Էրդողանն նաև նշած է, որ Թուրքիան եւ Ամերիկան մեծ ներուժ ունին տարբեր ոլորտներում մեջ ներառյալ ուժանույթի եւ ներդրումներում։ Էրդողանն նաև ողջունած է Իրանի եւ Իսրայելի միջև Ամերիկայի չանքերով ձեռք բերված հրաթաթարը եւ շեշտած երկխոսության կարեւորությունը Գազայի մարդասիրական աղետի վերջ տնելու գործին։ Սպիտակ տունը թերթի հայտնեց հանդիպման մասին։ Ցեզի հետ Անի Զեյդունցյանը։